Elisa House Restaurant, գլխավոր հովանավոր։ Ողջույն սիրելի հետևորդներ, իմ այսօրվա հյուրն է տաղանդաշատ, տաղանդավոր, գեղեցկուհի, հայուհի, ժողովրդական եւ ժողովրդի համար Հայկուհի Բաբախանյանը։ Մերսի տիճան։ Սա քո ժամանակն է, սա քո մրցանակն է 50-ից 60,000 դոլար արժողությամբ։ Պատրաստ ենք։ Գնանք։ Elisa House-ի հարևանությամբ բացվել է VIP Rooms-ը 2-ից 40 հոգու համար նախատեսված առանձնասենյակներով, առանձին AC, առանձին ձայնամեկուսացում, այնպես որ ժամանցի լավագույն վայր է։ Ինչով կարելի է կիսվել միայն մեկ անգամ։ Կարծիքով։ Ոչ, գաղտնիքով։ Ինչը չի կարելի ուտել նախաճաշին։ Կյանքը։ Էդ էլ կարա լինի, բայց ճաշն ու ընթրիքը։ Ինչպես է քո ամուսնու ազգանուն անունը։ Ալբերտ Օրդինյան։ Թե Օրդինյան Ալբերտ։ Մի հարկանի վարդագույն տանը կար վարդագույն սեղան, վարդագույն բազմոց ու վարդագույն պահարան։ Ինչ գույն է երկրորդ հարկ տանող աստիճանը։ Երկրորդ հարկ չկա։ Ապրես, սեղանին կա 3 վարունգ ու 5 խնձոր։ Նարեկը կերավ 1 խնձոր, քանի բանջարեղեն մնաց սեղանին։ Դրանք մտքեր են, բանջարեղեն։ Վարունգը բանջարեղենն է 3, որ բառն է բոլոր բառարաններում սխալ գրվում։ Սխալ։ Ապրես։ Իսկ ինչպես է քո միջնեկ որդու անունը։ Չունեմ, հա։ Վայ կներնեմ չկար ես բան նկարեց։ Բայց ես չունեմ միջնեք ворդ։ Ասա չունեմ բան։ Ապոին նայում ես ասում։ Ապո միջնեկ որդու անունը ոնց է։ Ես ուղակի չուզեցի բացահայտեմ, որ այդ միջնեք որդին կա, ուղակի մենք Աբոյի հետ իրան առանձին ենք պահում։ Աբոյ կոմիկ է, էլի այդ երեխեն։ Իմ հետ կապ չունի, ուղակի ես ընդունել եմ իրան։ Հայկույի ջան չստացվեց։ Նույնիսկ սեփական ամուսնու ազգանուն անունը չստացվեց։ Ալբերտ Օրդինյան։ Չէ, ես հարցնում, որովհետև ես հարցնում եմ ինչպես է քո ամուսնու ազգանուն անուն։ Տեղերը փոխելուց գումարը չի փոխվում, չէ։ Բայց ուզում ես մի հատ հոտ քաշի։ Վաո։ Այս բոստում ակա մեջը, սուջուխ։ Այո։ Վա։ Դու։ Նա դեմերջենսի զանգի, որ մի անգամից հավաքի։ Մենակ կարա շուրթերիդ կպցնես ու չխմես։ Բարի ախորժակ Հայկուի ջան։ Վայ, այսօր ես հաց չեմ կարա ուտեմ, ես համայստում ակա մնաս։ Elisa House Restaurant, գլխավոր